Մենք խոսում ենք, որ խորհրդային կրթությունը շատ լավն էր եւ հիրավի կար ժամանակ, երբ այդ համակարգը, խորհրդային կրթական համակարգը ստեղծեց արդյունքներ եւ որակներ, որոնք զարմացնում էին աշխարհը։ 1958 թվականին մի խումբ ամերիկացի փորձագետներ եկան խորհրդային միություն, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչպես է աշխատում հանրակրթությունը երկրում եւ շատ զարմացան, թե ինչ իրեն զարմացրեց եւ ինչ հետևանքներ իրեն կարեցին իրենց համար, ես կպատմեմ ձեզ այսօր։ Այդ փոխադարձ այցելությունը, որը կազմակերպված էր այն ժամանակ, պայմանավորված էր արտաքին գործոս նախարարի խորհրդային միության եւ ԱՄՆ պետքարտուղարի միջև պայմանագրի, որի հիման վրա երկու երկրները ուղարկում էին խմբեր մասնագետների, մեկը մյուսի մշակույթը, արվեստը, կրթությունը եւ մի քանի այլ ոլորտ ուսումնասիրելու համար, դրա նպատակը այն էր, որպեսզի երկրները մեղմացնեն հարաբերությունները, չլինի լարվածություն եւ դա կարող է նաեւ օգնել խուսափել միջուկային պատերազմից։ Եվ այդ ծրագրի սահմաններում իսկապես 1958 թվականին մի խումբ ամերիկացի մասնագետներ, որոնք լավ տիրապետում էին նրան, թե ինչպես է աշխատում կրթությունը իրենց երկրում, եկան խորհրդային միություն, որպեսզի ճանաչեն, թե ինչպես է աշխատում մեր խորհրդային կրթական համակարգը, ասելով մեր, ես նկատի ունեմ իմ սերունդը, ով սովորել է այդ համակարգում։ Սակայն ես կասեի, որ դա խորհրդային կրթական համակարգի ոսկեդարն էր 50-ական թվականները, երբ դեռ կային ուսուցիչներ, որոնք կրթություն էին ստացել ցարական Ռուսաստանում, եւ կար մշակույթ դպրոցներում, որը հիմնված էր որոշակի մարդկային արժեքների եւ պատկերացումների վրա, որոնք երևի թե այսօր զգալի մասով մենք կորցրել ենք։ Եվ ինչ մի քանի բան ընդգծեցին ամերիկացիները։ Ամենակարևոր հետևությունը, որ իրենք անում են նախաբանում անգամ, դա այն է, որ եթե ԱՄՆ-ն արագ չձեռնարկի որոշակի քայլեր, ապա կա մեծ վտանգ, որ ապագայում երկիրը ետ կմնա խորհրդային միությունից եւ կպարտվի մրցակցության մեջ։ Եվ սա պատահական եզրակացություն չէ, այն հիմնված է մեծ ծավալի եւ բավականին քննադատական վերլուծության վրա, որ իրենք արել են ուսումնասիրելով խորհրդային երկիրը։ Այդ վերլուծության մեջ կա այսպես խորհրդային կրթական համակարգի պատկերին օգնող հանգամանք, դա այն է, որ բնականաբար օտար մասնագետները միայն կարող են մտնել այն կառույցներ, որոնք հաստատված էին խորհրդային իշխանությունների կողմից։ Բայց մյուս կողմից կա մի այլ հանգամանք, որ դրան հակազդում է, դա այն, որ ամեն դեպքում եկել էին մարդիկ, որոնք թշնամաբար են տրամադրված երկրից, որը իրեն դիտում էր որպես խորհրդային միության հիմնական հակառակորդ աշխարհում եւ բնականաբար պիտի ձգտեին տեսնել եւ թերություններ եւ դրանք առավել ընդգծել։ Եվ այդպես էլ կա։ Հետազոտությունը լի է եւ որոշակի վտանգի ընկալման հիման վրա ներկայացված խորհրդային համակարգի դրական ուժեղ կողմերով եւ այսպես նկատված բացասական կողմերով, օրինակ իրենք նկատում են, որ դպրոցների շենքերը բավականին հին են, թարմ չի շենքի ներքին հadaranքը, որ կա որոշակի կոշտություն եւ դպրոցները կատարում են միայն այն հրանգներ, որ գալիս են վերևից եւ չկա ստեղծարար մոտեցում եւ այդ կուսակցական ճնշումը ամենուրեք տեսանելի է եւ նման այլ բաներ, որոնց մասին մենք իհարկե գիտեինք, բայց այնպես չէ, որ դրանք գերիշխում էին դպրոցներում, այնպես չէ, որ երեխաները այնտեղ չէին զգում իրենց երջանիկ եւ ազատ եւ չէին կարողանում ազատ շփվել եւ անընդհատ կաշկանդված էին իրենց զգում։ Որոնք են այն հիմնական հատկանիշները, որ ընդգծել էին ամերիկացիները, որոնք իրենց համար վտանգավոր էին։ Առաջինը իրենք զարմացել էին նրանից, որքան կենտրոնացված եւ արդյունավետ է կառավարվում համակարգը, որ բոլոր նորարարությունները,
բոլոր սկզբունքները հետևողականորեն մշակվում են եւ կիրառվում են ամբողջ երկրով։ Եվ դա բերում է նրան, որ սահմանափակվում է տեղական անարդյունավետությունը, չկան բացահայտ հետամնաց դպրոցներ, որոնցում չի իրագործվում ժամանակակից ծրագիր, չեն կիրառվում ժամանակակից դասագրքեր եւ այլն։ Այդ տեսակետից շատ համատարած եւ լավ կառավարված կրթություններ իրենց դիտարկումներով։ Երկրորդը դա այն էր, որ ուսուցիչների մասնագիտությունը համարվում է շատ հարգված հանրության մեջ եւ ուսուցիչները կարևորում են իրենց աշխատանքը։ Երրորդը, որ ընդհանրապես երկիրը կարևորում էր կրթությունը եւ մեծ ռեսուրսներ էր ծախսում։ Չնայած նրան, որ իրենք նկատել էին, որ դպրոցներում պայմանները հաճախ աղքատիկ են կամ դպրոցների տեսքը թարմ չէ, դրա հետ մեկտեղ իրենք տեսնում էին, որ լաբորատորիաները լավ կահավորված են, որ ուսուցիչների վերապատրաստման գործընթացները կազմակերպված են, դրա վրա պետությունը մեծ ռեսուրսներ է ծախսում, դասագրքերը թարմ են, լավ որակի են, լավ թղթի վրա են, գեղեցիկ են, գունավոր են եւ այլն։ Մի խոսքով կային բազմաթիվ նշաններ նրա, որ պետությունը չնայած շատ հարուստ չէ, ԱՄՆ-ի նման հարուստ չէ, բայց գիտակցաբար զգալի ներդրումներ է անում կրթության մեջ։ Հաջորդն այն էր, որ այն ժամանակներում պետությունը լավ հասկանում էր, թե ինչ նպատակների համար է պատրաստում երիտասարդներին, լավ պլանավորում էր տնտեսությունը, լավ, պայմանական լավ, եւ կարողանում էր կադրեր պատրաստել այդ պլանավորված տնտեսության համար։ Հետևաբար երեխաները զգում էին իրենց պիտանելիությունը փոքր հասակից, գիտակցում էին, որ իրենց կարիքը երկիրը զգալու է եւ աշխատում էին, որպեսզի ձեռք բերեն անհրաժեշտ հմտություններ։ Դպրոցների ճնշող մեծամասնությունը ուներ հարակից գործնական կրթական կառույցներ, որտեղ աշակերտները կարող էին սովորել տարբեր մասնագիտություններ արդեն դպրոցում։ Մենք դա գիտենք, խորհրդային տարիներին դա համատարած համակարգ էր, միջին մասնագիտական կրթական կցորդների դպրոցների համար, որտեղ երեխաները ստանում էին հավելյալ մասնագիտական կրթություն, իսկ գյուղական համայնքներում դա ընդհանրապես պարտադիր էր։ Եվ սա իսկապես օգնում է նրան, որ երիտասարդները ավարտելով դպրոցը անգամ առանց համալսարան ընդունվելու կարողանում էին ներգրավել եւ փաստացի խորհրդային միությունում չկար գործազրկություն։ Եվս մի բան, որ իրենք նշել են, դա այն է, որ հատուկ շեշտադրում էր բնագիտական ոլորտի եւ մաթեմատիկայի վրա, եւ իրենք տեսնում էին ինչպես են երեխաները լավ արդյունքներ ցուցաբերում այդ առարկաներից, ինչպես են ուսուցիչները հատուկ ուշադրություն դարձնում դրան, ինչպես որքան ակտիվ էր երկրում օլիմպիական շարժումը, որքան ներգրաված էին երեխաները դրանում, խոսքը գնում է բնագիտական օլիմպիադաների մասին բնականաբար, եւ որքան էր տարբեր մակարդակների վրա անընդհատ խոսում դրա մասին։ Իրենց դիտարկումով ԱՄՆ-ն այդ տեսակետից վտանգված է, քանի որ դպրոցներում այդ առարկաները այնքան չեն կարևորվում եւ կա ուսուցիչների պակաս հենց այդ առարկաների։ Եվ որպես եզրակացություն իրենք մի քանի հետևություն արեցին իրենց սեփական կրթական համակարգի համար։ Առաջինը, եթե իրենք չշեշտադրեն ճշգրիտ գիտելիքների նկատմամբ բարձր կարևորումը երկրում եւ դրան նկատմամբ հատուկ վերաբերմունքը, եթե իրենք չկենտրոնացնեն կրթության կառավարումը որոշ չափով եւ հետամուտ չլինեն, որպեսզի բոլոր դպրոցները կարողանան ապահովել բավարար բարձր կրթական որակ, եթե իրենք չիրագործեն երկարաժամկետ պլանավորում, եթե չունենան հատուկ կառույցներ, հետազոտական, ինչպես կար խորհրդային միությունում, այստեղ կար գիտահետազոտական կառույցներ կային, որոնք հենց մանկավարժությամբ էին զբաղվում, կային մանկավարժական ինստիտուտներ, որոնք շրջանավարտները, որոնց շրջանավարտները գնում էին դեպի ուսուցչական մասնագիտություն, որը չկար եւ չկա մինչ այսօր ԱՄՆ-ում հիմնականում, ապա իրենց պատկերացմամբ ԱՄՆ-ն կարող էր յետ մնալ խորհրդային միությունից եւ պարտվել։ Ինչու էր նաեւ այդ ամբողջ խոսակցությունը այդքան կարևոր այդ ժամանակ, որտեվ դա կոչվում էր Սպուտնիկի պահ, երբ ամերիկացիները բացարձակ անակնկալ բացահայտեցին, որ խորհրդային միությունը իրենցից առաջ կարողացավ արհեստական Ալբանիա արձակել դեպի տիեզերք եւ իրենց պատկերացմամբ խորհրդային միությունը դա հետամնաց ագրարային պետություն էր, քարոքանդ վիճակում պատերազմից հետո եւ դա բացարձակ զարմանալի եւ անակնկալ էր իրենց համար։ Հենց դրանից հետո իրենց հետաքրքրությունը, բովանդակային հետաքրքրությունը երկրով աճեց եւ այս
հետազոտությունը իր մեջ պարունակում է այդ խոճապի հատկանիշները, այդ խոճապի ազդեցությունը, որովհետև իրենք իսկապես վախեցած էին, որ Խորհրդային Միությունը կարող է իրենց շրջանցել։ Իհարկե մենք գիտենք, որ իրականությունը այլ էր, քանի որ Խորհրդային Միությունը այդ պլանային տնտեսությունը ուներ բացական կողմ, այն որ այն չէր ներգրավում մարդկանց մրցակցության մեջ եւ չէր լինում զարգացում շնորհիվ մրցակցության եւ արդյունքում մենք լավ գիտենք, որ կապիտալիստական համակարգը ունենալով ավելի մեծ ռեսուրսներ եւ ավելի արդյունավետ կառավարում եւ այդ շուկայի ինքնաշխատ արդյունավետության ապահովումը կարողացավ հաղթել, սակայն ամեն դեպքում իրենք ճիշտ էին նաև, որ շնորհիվ յետպատերազմյան մեծ ներդրումների հանրակրթության զարգացման մեջ Խորհրդային Միությունը ունեցավ շատ ավելի երկար կյանք, քան որևէ մեկը կարող էր ենթադրել, կարողացավ ամբողջապես վերականգնել տնտեսությունը ծանր եւ կործանիչ պատերազմից հետո եւ կարողացավ հասնել ոչ միայն այդ ոլորտում, բայց նաև շատ այլ ոլորտներում, խոսքը տիեզերքն է։ Մեծ հաջողությունների եւ շատ ոլորտներում առաջ եղավ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, եւ դրա հիմքը, ինչպես ճիշտ են նկատել ամերիկացիները, կրթություններ, կրթական համակարգի նկատմամբ առավել ուշադիր լինելն էր այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Այնպես որ եզրակացնելով ասեմ, որ իհարկե մենք չպիտի վերադառնանք խորհրդային համակարգին եւ չպիտի այնտեղից օրինակներ քաղենք մեզ համար։ Հիմա այլ իրականություն է, այլ աշխարհ է, ես կասեի, այլ տիեզերք է։ Սակայն կան որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք անփոփոխ են եւ ուղղակի կրկնեմ դրանք։ Ճշգրիտ գիտելիքների կարևորումը, որպեսզի մեր երեխաները սովորեն ճշգրիտ մտածել եւ հետեւողական լինեն այս մտածողության մեջ։ Գործնական հմտությունների ձեռքբերումը վաղ տարիքում, որի շնորհիվ մարդիկ պիտանի են զգում իրենց եւ չեն վախենում կյանք մտնելուց։ Արդյունավետ կառավարումը եւ համակարգային փոփոխությունների արդյունավետ իրագործումը եւ վերջիվերջո բարձր նշաձողը, որը կար այն տարիներին եւ ամեն գնով աշխարհի լավագույն լինելու մեծ ցանկությունը, որը կար այն տարիներին։ Դրա շնորհիվ որոշ ժամանակով մեր նախկինի երկիրը կարողացավ աշխարհի առաջատարների մեջ լինել։ Մենք այս ամենը պետք է վերստին կիրառենք մեր սեփական կրթական համակարգի նկատմամբ, եթե չենք ուզում առանց պայքարի հանձնվել եւ դառնալ հետամնաց, չզարգացող եւ կործանվող երկիր։